Ինչ սպասել եվրոպական իստաբլիշմենտի Երևանյան հավաքից։ Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ավարտին համատեղ հայտարարությունում սպասենք անդրադարձի Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու հնարավորության վերաբերյալ։ Համատեղ այդ փաստաթղթի նախագիծը հայկական լրատվամիջոցներում քննարկվում է արդեն։ Այստեղ սակայն Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանը անդրադարձ չկա։ Ընդամենը ընդգծում են մեջբերում Եվրամիությունը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի հետ եւ աջակցելու Հայաստանի դիմադրողականությանը բարեփոխումների օրակարգին ու երկարաժամկետ զարգացմանը Հայաստանը ավելի մոտեցնելով Եվրամիությանը։ Մեջբերման վերջը։ Ինչպես կմոտեցնեն Հայաստանը Եվրամիությանը, այդ մոտեցման մասին ինչ կա գրած ֆիքսած այս փաստաթղթում։ Հայաստանը բարձրագույն մակարդակով է Եվրոպական խորհրդարանում հայտարարել Բրյուսելին մոտենալու պատրաստակամության մասին։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Այստեղ ի դեպ Փաշինյանն ասաց նաև, թե Եվրահանձնաժողովի նախագահի հետ են հաստատել, որ դժվարին այս ժամանակներում Եվրամիությունը եւ Հայաստանը կանգնած են ուսուսի։ Եվ հիմա ուսուսի տված Երևանում կքննարկվի Եվրամիությանն անդամակցելու հարցը, մանավանդ որ Հայաստանի խորհրդարանը օրենքով է հաստատել այդ անդամակցության գործընթացի մեկնարկը։ Համատեղ փաստաթղթում այսպիսի ամրագրում չի նախատեսվում։ Եվրամիության առաջնորդներն ըստ ամենայնի դարձյալ աջակցություն կհայտնեն, կանաչ ճանապարհ կմաղթեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, բայց հայ եվրոպական համատեղ հայտարարության նախագծում գերիների հայրենադարձման տեղահանված արցախահայերի վերադարձի, նրանց իրավունքների պաշտպանության մասին խոսք չկա։ Այնինչ այս գագաթնաժողովից ընդամենը հաշված օրեր առաջ Եվրոպական խորհրդարանը բանաձևով խոսեց այդ խնդիրների մասին, շեշտելով նաև գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը։ Այս բանաձևի հաստատումը ընդամենը ապրիլի 30-ին էր։ Եվրախորհրդարանը Ադրբեջանին կոչ է անում առանց հապաղման ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ պահվող անձանց, ինչը կօգնի վստահություն ձևավորել երկու ժողովուրդների միջև եւ համապարփակ ու տևական հաշտեցման ճանապարհ կհարթի հարավային Կովկասում։ 476 կողմ եւ ընդամենը 47 դեմ ձայներով Եվրոպայում ընդունվեց այս փաստաթուղթը։ Հիմա սակայն Բրյուսելից Երևան ոչ մի անդրադարձ չի լինելու բանաձևով հաստատված այս խնդիրներին։ Իսկ Եվրախորհրդարանում հաստատված բանաձևերը հայտնի է պարտադիր կատարման չեն, դրանք խորհրդատվական են։ Բրյուսելը Երևանում ըստ ամենայնի կխոսի նաև վիզաների ազատականացման հարցում նշանակալի առաջընթացի մասին, եւ փուլային այս գործընթացը այս տեմպերով կտանի վիզաների ազատականացմանը միայն թե 3-4 տարի անց։ Հայաստանին ֆինանսական նոր հատկացման մասին էլ խոսք չկա։ Իսկ հայկական խորհրդանական ընտրություններից մեկ ամիս առաջ Եվրամիության վերնախավը փաստաթղթի նախագծով շեշտում է. Հայաստանի ապագան պետք է որոշվի ազատ եւ ժողովրդավարական ճանապարհով իր քաղաքացիների կողմից առանց արտաքին ճնշման։ Սիրան Շմուրադյան, ժամը լրատվական։